Բարև բոլորին, այսօր կլուծենք մի քանի խնդիրներ արտադրյալի սկզբունքի վերաբերյալ։ Սա տնային առաջադրանքի 5-րդ խնդիրն էր։ Քննական սենյակում կա 15 սեղան եւ ամեն սեղանի մոտ կա 2 աթոռ։ Քննության ժամանակ ամեն սեղանի մոտ պետք է նստի 1 աշակերտ, քանի ձևով է հնարավոր 15 աշակերտների նստացնել քննասենյակում։ Այսինքն մենք ունենք ինչ-որ սեղաններ, ամեն սեղանի մոտ 2 աթոռ և պետք է որոշենք աշակերտների նստելու դիրքերը։ Ամեն սեղանի մոտ 2 աթոռ կա և պետք է նստի մի հատ աշակերտ, նշանակում է աշակերտը ընտրելու համար ունի 2 հատ տեղ, կամ առաջին աթոռում կամ է երկրորդ աթոռում։ Մենք գիտենք, որ սեղանների քանակը 15 հատ է, նշանակում է բոլոր աշակերտները ունեն 2 հատ ձև, որպեսզի ընտրեն ոնց նստեն, նշանակում է կարելի է 15-ը բազմապատկել 2-ով և ստանալ 30։ Իսկ այս 15-ը որտեղից։ 15-ը էդի սեղանների քանակն է, իսկ 2-ը էդի ինչքան ձև կարելի է նստացնել աշակերտին։ Լավ։ Ես համաձայն չեմ սրա հետ, և որպեսզի մենք կարողանանք սա քննարկել, ես կուզենամ մի բան նշել։ Երբ որ ուզում ենք կիրառել այս արտադրյալի սկզբունքը, մենք պետք է ասենք, որ անում ենք մի քանի ընտրություններ։ Օրինակ, ինչպես դու նշեցիր, վերցնում ենք ինչ-որ աշակերտի, այս աշակերտը եթե նստում է այս սեղանի մոտ, պետք է ընտրի 2 աթոռներից մեկը, կամ մենք պետք է այդ աշակերտի համար ընտրենք 2 աթոռներից մեկը։ Կար 2 տարբերակ։ Դա ինչ-որ մի ընտրություն է, որ մենք անելու ենք։ Բայց մենք նաև լիքը ուրիշ ընտրություններ ենք անում։ Օրինակ, այս 15-ով մենք ինչ-որ ուրիշ ընտրություն կարող ենք անել, բայց էլի ընտրություններ կան։ Պետք է հասկանալ ոնց բոլորը հաշվի առնել։ Իմ կարծիքով կարող եք սկզբից հաշվել, որ յուրաքանչյուր աշակերտը կարող է նստել 15 տեղ, դա կհաշվի 1 անգամ 15, յուրաքանչյուր աշակերտը։ Քանի որ կարող եք հաշվի առնել, որ աշակերտը կարող է նստել մի սեղանի կամ առաջին նստարանի կամ երկրորդ, այդ պատճառով 15 անգամ 5, 15 անգամ 2 անգամ 15 եք անում։ Մի հատ էլ 15։ Թե այս սենց։ Վերջին մասը կկրկնես, 15 անգամ ինչ ենք անում։ 15 անգամ 15 սկզբից, որովհետև յուրաքանչյուր աշակերտ կարող է նստել 15 տեղ և հաշվի առնենք, որ բոլոր աշակերտները չէ։ Չէ, ես չի հաշվի առել, որ եթե մի տեղից բացած է, մյուս մարդը չի կարող նույն տեղում նստել։ Ճիշտ է։ Եկեք պատկերացնենք այդ գործընթացը։ Ոնց է լինելու։ Այս 15 աշակերտներն են, կանգնած են շարքով, չգիտեմ, այբենական կարգով, կանչում ենք, ասում ենք դու նստիր այստեղ, դու նստիր այստեղ, չէ՞։ Առաջին մարդուն, ինչպես ասեց Անահիտը, ունենք 15 եղանակ։ Բա երկրորդ մարդուն քանի եղանակով կարող ենք ուղարկել ինչ-որ սեղանի մոտ։ 14։ Առաջի աշակերտը գնաց, նստեց այս սեղանի և նստեց։ Մնալու է 10։ Երկրորդ աշակերտի համար մենք 14 ընտրելու տարբերակ ունենք։ Այսինքն հետո տենց կրկնվում է 15-ի ֆակտորիալ։ Երրորդ աշակերտի համար մնացել է 13 սեղան, 13 ընտրություն։
հետո 12, 11 եւ այլն, վերջին աշակերտը, երբ որ սենց բոլոր աշակերտներին ուղարկել ենք, մնացել է վերջին աշակերտը, վերջին աշակերտը տարբերակ չունի, վերջին ազատ ունի նստեցին, մեկ տարբերակ, մենակ այդ տարբերակն է, ընդհանուր եղավ 15-ի ֆակտորիալ, քերս առնել, ոնց հաշվի առնենք, Այսպիսով յուրաքանչյուր աշակերտ կարող է սեղանը ընտրել 15-ի ֆակտորիալ ձև եղանակով եւ հիմա պետք է հաշվենք, թե քանի եղանակով կարող է աթոռ ընտրել։ Յուրաքանչյուր աշակերտ կարող է նստել սեղանի մոտ կամ առաջին կամ երկրորդ աթոռին եւ այսպիսով քանի որ կար 15 աշակերտ եւ երկու եղանակ, երկուսի 15 աստիճան ձևով ենք աթոռներն ընտրում։ Եվ քանի որ ուզում ենք իմանալ, թե ընդհանուր քանի հնարավոր տարբերակ կա, արտադրյալի սկզբունքով բազմապատկում ենք 15-ի ֆակտորիալը եւ երկուսի 15 աստիճան։ Կարող ենք ասել ամեն քայլի էլի երկու անգամ իպես մի ընտրություն պետք է կատարվի։ Ձեր պետք է ընտրենք սեղանը, այլ ընտրենք նաև աթոռը։ Սեղանը ընտրենք 15, 14, 13 եւ այլն տարբերակներով, իսկ աթոռը միշտ երկուսն է։ 15 սեղան, ամեն սեղանի դիմաց երկու աթոռ, իրար հետ տալիս է ամենասկզբում 30 տեղ։ Մենք արդեն այդ սեղանի մոտ էլ երկրորդ աշակերտը չենք կարա դնենք։ Ու կտա շատ կիսա տալսում, բայց ես ենթադրում եմ, որ հասկացա ինչ էիր ասում։ Ասում էիր 15 սեղանա ու երկու աթոռ, 15 30 աթոռ կա։ Մենք եկեք սեղանը որոշենք հետո աթոռը, այլ եկեք միանգամից աշակերտին վերցնենք, ուղարկենք ինչ-որ աթոռ։ Այս առաջին 30 տարբերակով։ Բայց երբ որ առաջի աշակերտը գնաց, ինչ-որ աթոռ նստեց, այն մյուս կողքի աթոռը էլի զբաղացրեց։ Այսինքն մնաց ոչ թե 29 աթոռ, այլ հաջորդը 28։ Եվ տենց շարունակ։ Այսինքն 15-ի ֆակտորիալ անգամ 2։ Անգամ 2-ի 15։ Չէ, հեչ լավ չի լսվում, ես էլի պետք է ենթադրեմ, հարցում ես ոնց եք հաշվում 2-ի 15 աստիճանը, եթե դա ունենք 30 այստեղ, հետո հաջորդը 28, հետո հաջորդը կլինի 26, եւ օրինակ վերջին աշակերտից ինքը կունենա ազատ մի սեղան, այդ սեղանը երկու աթոռ, այսինքն երկու տարբերակ, վերջին աշակերտն ունի երկու տարբերակ։ Այստեղ որ զույգ թվերն է, զույգ թվերից որ երկուսները դուրս անենք, 15-ը զույգ թիվ է, 2-ի 15 աստիճանը դուրս կգա։ Դե տեսնենք հարցեր կան։ Մենք կարելի ասել երկու լուծում տվեցինք, առաջին լուծումը սենց, երկրորդ լուծումը մենակ աթոռներ է դիտարկելով։ Քանի որ չկան, եկեք անցնենք հաջորդ խնդրին։ Տեղ ունենք արդեն բազմությունների վերաբերյալ խնդիր։ Տնայինի 6-րդ առաջադրանքը։ Ունենք 1, 2, 3, 4, 5 տարրից կազմված բազմությունը, պետք է հաշվել i ենթաբազմությունների քանակը, այն ենթաբազմությունները, որոնք պարունակում են 1 թիվը, որոնք չեն պարունակում 2 թիվը, եւ որոնք պարունակում են 1 եւ 2 թվերից գոնե մեկը։ Հերթով անենք։ Եկեք անենք։ Կասես Գոռան։ Հա, որ գտնենք բազմությունների քանակը, ասում ենք, որ 2-ի n աշճան, ստեղ հաշվում ենք 5 հատ, այսինքն 2-ի 5 աշճան։ Դա էլ 32-ն է։ Այսինքն մենք ստեղ 5 հատ անդամ կա, գրում ենք ենթաբազմությունների քանակը, ան, հավասար է 2-ի 5 աստիճան։ Հա, Լավ, իսկ ոնց դա հասկանանք, այդ հայտնի բանաձևը, որ մենք առաջի անգամ ենք հանդիպում, ոնց հասկանանք, որ դա իրոք տենց պետք է լիներ։
Չէ, բանաձևի ապացույցը չգիտեմ, ուղղակի բանաձևը գիտեմ։ Լավ։ Դե եկեք էլի գնանք այդ բանից, մտքով, թե եթե ուզում ենք ընտրենք ենթաբազմություն, ինչ գործողություններ պետք է անենք։ Օրինակ, եթե դուք ուզենայիք 1, 2, 3, 4, 5-ից ինչ որ ենթաբազմություն ընտրեիք, ո՞նց կանեիք։ Ինչ որոշումներ պետք է կայացնել։ Այստեղ ինչ որ լուրջ մաթեմատիկական պատասխան չեմ սպասում ես այլ չէր տարբերակ, process, ոնց ընտրել ենթաբազմություն բազմությունից։ Դե կարող է լինել դատարկ ենթաբազմություն, հետո 1, 2, 2, 3 կամ 1, 3։ Ահա, Կարող է լինել 1, 2, 3։ Այսինքն ունենք երկու տարբերակ, տվյալ տարը ընդգրկել տվյալ բազմություն կամ չընդգրկել։ ճիշտ է։ Օրինակ, որոշումները կարող լինեն սրանք։ Մի հատ նստենք, որոշենք, մեկը ընդգրկենք, թե չընդգրկենք։ Հետո հաջորդ որոշումը, երկուսը ընդգրկենք, թե չընդգրկենք։ Նույնձև 3-ը, 4-ը և 5-ը։ Այդ որոշումները, որ իրարից անկախ կայացրեցինք, հետո միացնենք իրար, օրինակ որոշել ենք ընդգրկել 3-ը և 4-ը։ Կլինի ենթաբազմություն։ Իսկ 1-ն ու 2-ը 5-ը չենք ընդգրկել։ Հետո ինչ որ կարող է տենց չի եղել, կարող է ուղղակի որոշել ենք ընտրել 5-ը ընդգրկել։ Եղավ ենթաբազմություն։ Այսինքն մեր որոշումները լրիվ ենթաբազմություններ են տալիս մեզ։ Իսկ մեր որոշումները ամեն մեկը քանի եղանակով է։ 2։ Ահա։ Մենք ամեն որոշման համար ունենք երկու տարբերակ։ Առաջին տարբերակ ընդգրկել, երկրորդ տարբերակ չընդգրկել, ընդգրկել։ Ու քանի որոշում ենք անում, 5 հատ տար կա, 5 հատ որոշում։ Եղավ 2-ի 5 աստիճան։ Լավ, իսկ B-կետը ինչ որ մեկը լուծել է։ Ասես գոր։ Հա, դե այսինքն եթե չի պարունակում 1, այսինքն 2, 3, 4, 5, քանակը 4 է, այսինքն 2-ից 4 աստիճան։ Ճիշտ է, բայց այստեղ պարունակում են 1 թիվը։ Հա։ Չէ, ես պահանջը սխալ եմ կարդացել։ Բայց դա շատ չի ազդում։ Եթե ասում է այն ենթաբազմությունները, որոնք պարունակում են 1 թիվը, նշանակում է 1-ի համար ընտրություն չկա։ Ընտրությունը մենակ այս 4 թվի համար է։ Այսինքն ամեն թվի համար 2 ընտրություն ունենք, հիմա 2 անգամ 2 անգամ 2 անգամ 2, 2-ի 4 աստիճան։ Լավ, իսկ գն ոնց անենք։ Մեզ պետք է գտնել այն ենթաբազմությունների քանակը, որոնք չեն պարունակում 2 թիվը։ Եթե մեկը չպետք է պարունակի 1 թիվը, ապա այստեղ բազմության տարեր կարող են լինել միայն 2-ը, 3-ը, 4-ը և 5-ը, և էլի յուրաքանչյուր տարի համար մենք կարող ենք ընտրել երկու տարբերակ, այդ տարն ընդգրկել բազմության մեջ կամ չընդգրկել։ Այսինքն նույն ձևով այս B-կետում կարող ենք ունենալ 2-ի 4 աստիճան տարբերակ, քանի որ ունենք 4 տար։ Այո։ Բայց B-կետը արդեն քննարկեցինք, B-կետում ասացինք պարունակում են։ Գն, որոնք չեն պարունակում 2 թիվը, էլի նույն ձևով է լինում, այսինքն պետք է պարունակեն 1-ը, 3-ը, 4-ը, 5-ը, էլի 4 տար ունենք։ 2-ի համար, եթե ասում չեն պարունակում 2 թիվը, ուրեմն 2-ի համար որոշումը կայացված է։ Մնում է այն մյուս 4 տարերի համար որոշում կայացնել։ Լավ, և D-կետը պարունակում են 1 և 2 թվանշաններից գոնե մեկը։ Այդ ոնց անենք։ Կասեք Նարեև նանը։ Այո, քանի որ պետք է պարունակեն 1 և 2 թվերից գոնե մեկը, կդիտարկենք այն տարբերակը, երբ դրանք չեն ոչ մեկը
չեն պարունակում եւ 1-ը եւ 2-ը, այսինքն պարունակում են միայն 3-ը, 4-ը, 5-ը։ Հա, Այս դեպքում կտեսնենք, որ էլի կարող ենք ենթաբազմությունների մեջ կամ ընդգրկել տվյալ 3 տարրերից մեկը, կամ չընդգրկել, այսինքն, որ չեն պարունակում ոչ 1, ոչ 2, կունենանք 2-ի 3 աստիճան տարբերակ, եւ ընդհանուր դի պատասխանն այն է, որ պետք է պարունակեն 1 եւ 2 թվերից գոնե մեկը ընդհանուրից, այսինքն 2-ի 5 աստիճանից, հանած 2-ի 3 աստիճանը։ ընդհանուրը 2-ի 5 աստիճան, հանած 2-ի 3 աստիճան։ Այսինքն 32-ից հանած 8, 24, ճիշտ է։ Սենց։ Այսինքն մենք այս խնդրից ունենք սովորելու երկու բան։ Եթե ենթաբազմությունների ընտրելու հարց է, մենք կարող ենք նայել առանձին տարրերի ընտրելու հարցը, դա վերածել առանձին տարրերի, ինչը ավելի հեշտ է։ Իսկ եթե ունենք ինչ-որ պայման, որ կամ այս մեկը, գոնե մեկը, կամ մեկը կամ 2-ը ընտրված լինի, երբ որ այս գոնե բառը կա, ինչ-որ առնվազն մեկը, այդպես ինչ-որ ձևակերպում կա, մենք էլի, ոնց որ նախկինում արել ենք, վերցնում ենք, հաշվում ենք այն դեպքերը, որ ոչ մեկ չկա, ոչ մեկը կա, ոչ 2-ը կա, և ընդհանուրից հանում ենք։ Դասում է 24։ Եվ վերջապես 7-րդ խնդիրը, տնային առաջադրանքի, ասում է, քանի յոթանիշ թիվ կա, որի ամեն հաջորդ թվանշան մեծ է նախորդից։ Այդ յոթանիշ թվերը այդքան էլ շատ չեն, պետք է հասկանալ քանիսն են։ Այս խնդիրը կարելի է լուծել զուգորդության օրենքի համաձայն, զուգորդության օրենքն է C-ի m-ը հավասար է n ֆակտորիալ բաժանած n ֆակտորիալ փակագծերի մեջ n-ից հանած n ֆակտորիալ։ Այստեղ, այստեղ, Բանաձևը չօգտագործենք, մենք ոնց որ դրա ինչ-որ մի հատ ենք արել, եկեք այն ինչը քննարկել ենք, այդ օգտագործենք, դեռևս շատ չանցնենք առաջ։ Ինչ զուգորդություն է պետք։ այստեղ, քանի որ մենք ունենք յոթանիշ թիվ եւ այդ յոթանիշ թվերից կարող ենք մենք տեղադրել 9 թվանշան, պետք է այստեղ m-ի փոխարեն տեղադրենք m-ի փոխարեն տեղադրենք 7-ը, իսկ n-ի փոխարեն տեղադրենք 9, քանի որ ունենք 9 թվանշան եւ 7 յոթանիշ թիվ։ Հա, ճիշտ է։ Լավ, այդ փորձենք հասկանալ, ինչ որ ձև գրել։ Ունենք յոթանիշ թիվ, որի ամեն հաջորդ թվանշան մեծ է նախորդից։ Հաստատ 0-ով չի սկսվում այդ թիվը։ 1-ից, հետո մեծանում է, օրինակ 1, 3, 4, 5, 6, 8, 9։ Այս քանի թվանշան եղավ 7։ Այո։ Կարող ուրիշ ձև լինի, կարող սկսվի 3-ից, գնա 4, 5, 6, 7, 8, 9։ Բայց չի կարող սկսվի 4-ից, որովհետև այդ դեպքում շատ կմեծանա, 7-րդ թվանշանը պետք է լինի 10։ Այդ թվանշան չի 10։ Այսինքն մենք ուզում ենք 7 հատ իրարից տարբեր թվանշան գրենք, ու եթե դուք ինձ տաք 7 հատ իրարից տարբեր թվանշան, ես եթե ուզենամ սենց թիվ սարքեմ, պետք է շարեմ աճման կարգով այդ թվանշանները։ Այսեմ։ Հա, դա հիմա մնում է հասկանալ քանի ձևով է հնարավոր այսպես 7 հատ թվանշան ընտրել։ Դա գալիս է այն հարցին, որը Նանեն ու Նարեն ասում են, այսինքն քանի եղանակով է հնարավոր ընտրել 7 թվանշան
Մեկի 9 թվանշաններից, այսինքն հնարավոր 9 թվանշանից ընտրել 7-ը։ Այսինքն ամեն անգամ երկու թվանշան հանում է, այսինքն 9-ից 2, այս անգամ էլ, եթե այդպես մտածենք զուգորդությունով։ Լավ, ես Գաբրիելի ասածը շարունակում եմ լավ չլսել, դրա համար առաջարկում եմ ինքը գրի իր մտքերը։ Իսկ Գորի ասածը շատ օգտակար կարա լինի հետո։ Եթե ուզում եք 9 թվանշանից ընտրել 7-ը, այդ մի քիչ խառն է թվում, որովհետև պետք է 7 հատ տարբեր բան ընտրենք։ Ավելի հեշտ է ասել, որոնք չենք ընտրում։ Օրինակ, ես առաջին թվի մեջ չենք ընտրել 2, չենք ընտրել 7, դրանք բացակայում են։ Երկրորդ թվի մեջ չենք ընտրել 1-ն ու 2-ը։ Ավելի հեշտ է հարցը դնել սենց։ Քանի եղանակով է հնարավոր 9 թվանշանից չընտրել 2-ը, կամ ընտրել 2-ը և դենն է դել։ Իսկ այս երկրորդ հարցին դուք կարող եք պատասխանել առանց ինչ-որ լուրջ ֆակտորներով բանաձևի։ Տեսնեմ հիշում եք։ Այս վերջերս մի քանի պարապմունք առաջ ասացինք, որ եթե ուզում ենք ինչ-որ քանակի օբյեկտներից, առարկաներից ընտրել 2-ը, կարող ենք գրել դա զուգորդություն այդ քանակից 9 երկուական և դրա բանաձևը 9 անգամ 9 մինուս 1 բաժանած 2-ի։ Դա կլինի 9 անգամ 9 մինուս 1 երկրորդ։ Ընդհանուր դեպքում մենք գրել ենք զուգորդություն n-ից երկուականը հավասար է n անգամ n մինուս 1 երկրորդ, իսկ 9-ի համար ուղղակի գնում ենք n-ը հավասար է 9, հաշվում ենք 9 անգամ 8 կես, ստացվում է 36։ Այսինքն ընդամենը 36 նմանատիպ թիվ կա, ու որ փորձեք շատ չեն, իրոք։ Դժվար է գրել 7-անիշ թիվ, որի ամեն հաջորդ թվանշան մեծ է նախորդից։ Շատ չեն։ Կարող եք նույնիսկ դեպքերի բաժանել, ասել ենթադրենք սկսվում է 1-ով, ենթադրենք սկսվում է 2-ով և այլն, տենց գրել և հասնել արդյունքին։ Այս խնդրում ամենակարևոր ուսուցողական բաներից մեկն էր, որ մենք կարող ենք խնդիրը փոխակերպել, փոխանակ ընտրենք 7 հատ թվանշանով թիվ ինչ-որ, դրա փոխարեն ընտրում ենք ուղղակի 7 հատ թիվ և ասում ենք, դե 7 հատ թիվ ընտրելուց հետո կարող ենք դրանք աճման կարգով շարել։ Հետո ասում ենք, բայց մի րոպե, 7 հատ թիվ ընտրելու փոխարեն եկեք 2-ը ընտրենք, այդ 2-ը հանենք, այն մյուս 7-ը աճման կարգով կշարենք։ Այսինքն խնդիրը մենք վերաձևակերպեցինք և նոր տեսանկյունից նայելով հեշտ ստացանք, մեզ հայտնի բանաձևներ զուգորդության։ Հարցեր կան։ Չկան։ Դե այս նոտայի վրա ավարտենք այսօրվա դասը։ Հաջողություն։